Շնորհակալություն։ Տիկին Գյուլիան, նախ ըստ էության ճիշտ արեցի, որ գրանցվեցի։ Ուրեմն մի քաղաքական ուժի ներկայացուցիչ, այսինքն մի արդեն չեմ էլ իմանում ոնց ձևակերպեմ, ձեր քաղաքական ուժի ղեկավարի հրամանով գնդակահարվել է մարտի 1-ին Տիկին Քլոյանի եղբայրը։ Այսինքն դուք փոխանակ ձեր հայացքը փողոցում անցնելուց փախցնեք Տիկին Քլոյանից, եկեք հարց, ինչ-որ բաներ եք հարցնում։ Ես ձեզ ասեմ ինչա փոխվելու Տիկին Գյուլիան։ Դուք երևի չեք պատկերացնում, բայց ես ասեմ, ինչա լինելու մի քանի ամսից։ Ես ձեզ չեմ խանգարում։ Պարոն Թունյան, մի վարքյան։ Տիկին Գյուլիան, ձեր ելույթի ժամանակ թեպետ դուք նես չի, որ այն ինչ որ ասում եք բոլորս համաձայն ենք, ոչ մեկ ձեր չեն հանում։ Եթե մյուս անգամ դուք ձայն հանեցիք, շարունակեք, պարոն Թունյան։ Ասեմ ինչա փոխվելու մի քանի ամսից հետո, ես կամ նկարագրեմ այս դահլիճի պատկերը, այնտեղ նստած է լինելու Նիկոլ Փաշինյանը, որպես վարչապետ, այնտեղ երևի ես եմ նստած լինելու, այստեղ իմ գործընկերները, դուք տանը հեռուստացույցով նայելու եք, որովհետև խիստ կասկածում եմ, որ դուք անգամ այն կողմն եք տեղ գրավելու։ Դուք շարունակեք, որովհետև ինչքան շարունակում եք, այնքան այդ տեղում հայտնվելու շանսերն եք քչացնում, ժամանակը ցույց կտա, ես ասում եմ, կարակ ես խոսքերս միտեղ ասենք ձեր պատին կպցնեք, դնեք բանով հեռախոսով օրացույցը, հետո կհիշեք։ Հիմա պարոն Դանելյանի ասածներին անդրադառնում, ասում եմ Հայաստանը փոքր երկիր է, կարելի է մարդկանց հարցնել, ինչա կատարվում կոռուպցիայից է խոսում, իրոք Հայաստանը փոքր երկիր է եւ բոլորը ամեն ինչ գիտեն բոլորի մասին։ Դրա համար երեք որ հարցնում եմ, ասում եմ բջջային հեռախոսներ ով է ներկրում, բա Հայաստանը փոքր երկիր է, բոլորը գիտեն բացի ձեզնից, ով է ներկրում։ Ասում եք պեկում, թալանա, կոռուպցիա եւ այլն։ Հələ մի հատ նայեք մեր պեկ նախագահներից որ մեկն է դոլարային միլիոնատեր դարձել։ Ուզում եք մարդկանց էլի հարցում արեք, Հայաստանը փոքր երկիր է։ Ձեզ կհիշեցնենք, թե Մաքսայինի պետի տեղակալը քանի միլիոն դոլարի կարողություն էր կուտակում ու քանի ամսում էր կուտակում։ Եկել եք ձեր քաղաքական ուժի ղեկավարի 200 միլիոն դոլարի հայցը չեք նկատում, դա հələ երևացող մասնավոր դատախազությունը պահանջում է, եկել եք կոռուպցիայից եք խոսում։ Բա ձեզնից որևէ մեկի մոտ հարց չի առաջացել, տրամաբանող ցանկացած մարդու մոտ տենց հարց կառաջանա, ոնց կարող է ամբողջ կյանքում պետական պաշտոն զբաղեցնող մարդը մի քանի 100 միլիոն դոլարի կարողություն կուտակի աղքատու պատերազմով երկրում։ Կամ ասում են, բանը, թիրախում հայտնվում են այն տնտեսվարողները, որոնք որ ընդդիմադիր հայացքներ ունեն։ Այսինքն ձեզ համար ինչ հենց գալիս են ընդդիմադիր ելույթներ ունենում, ստացվում է դա ինդուլգենցիա է, այսինքն մարդը կարա քրեական, հարկային եւ այլ անցագործություններ կատարի, երկու հատ ընդդիմադիր ելույթ ունենա կամ գա ձեր միտինգներին մասնակցի, հարկային ու մնացած պետական մարմինները իրեն ասեն լավ, դու քանի որ ընդդիմադիր ես, մենք քեզ մոտիկ չենք գալիս, այս մտածելակերպով դուք ուր եք ուզում գնաք, հակառակը գիտեք ինչ կա, մեզ քննադատում են, ասում են այդ ոնց է ստացվում որ նախկին թալանչիների հետ փոխկապակցված ընկերությունները պետական տենդերներ են շահում, ոնց է ստացվում, որ նախկին թալանչիների հետ փոխկապակցված ընկերությունները արտոնություններ են ստանում։ Ուզում եք ես ձեզ ցուցակով ներկայացնեմ, թե քանի օրենսդրական փոփոխության արդյունքում ամենաշահող կողմերը ովքեր են եղել։ Ու համոզված եմ, այդ մեր փոփոխությունների արդյունքում այդ շահույթները վերջում օգտագործվում են մեր դեմ։ Բայց մենք դրան նայում ենք ինստիտուցիոնալ ու նայում ենք որպես բիզնես, չենք նայում այդ բիզնեսի հետը կանգնածը ինչ քաղաքական հայացքներ ունի։ Համայնքապետերի նկատմամբ ճնշումներ։ Ես մի անգամ էլ եմ հիշեցել, երևի երկրորդ անգամ էլ կհիշեցնեմ։ Դուք առաջին օրը այս դահլիճ եք մտել, Սյունիքի համայնքապետերի նկարները ձեր վրա հագած շապիկներով։ Հետո այդ համայնքապետերի գրեթե բոլորին դուք ինքներդ ամենավատ ձևով թիրախավորել եք ու վերջին մեր մարզային հայցի ժամանակ էլ Արուշ Արուշանյանին ազգի դավաճան եք սարքել, ինչա թե մարդը որպես համայնքի ղեկավար, որը սրտացավ է իր համայնքի համար, վարչապետի հետ դուրս էր եկել ու Գորիսի փողոցներով փորձում էր այդ աշխատանքները ցույց տալ։ Պեկում
խնդիրներ կան, բոլոր պետական կառույցներում խնդիրներ կան, բայց այդ մենք այդ խնդիրներով զբաղվում ենք, ոչ թե պարտակում ենք դրանք ու ոչ թե շղթայական այդ հանցագործությունները հասցնում ենք մինչև վերև, ինչպես եղել է ձեր ժամանակ։ Իդեպ, քանի որ մեզ մարդիկ են նայում, նշեմ, որ մի 10 օրից երևի հարկային քաղաքականության հետ կապված մենք ունենանք շատ ֆունդամենտալ ու կարևոր փոփոխություն, որը արդեն կառավարության նիստով հաստատվել է, որը մի քանի ամիս է քննարկվում է։ Եվ վերջում, քանի որ ասում եք գնում եք սարքած այցեր, չգիտեմ, մարդկանց տանում եք միտինգների, ես հազիվ եմ ինձ զսպում, որ ձեզ չփոխանցեմ, թե ինչ են մեզ փոխանցել ձեր մասին։ Մենակ մի բան կասեմ, օրինակ ամենաշատ հնչող հարցը հետևն է, ինչու եք դուք աշխատավարձ ստանում։ Այդ որ խոսում եք, բախի այսքան ժամանակ մի հատ գործարարների կամ մարդկանց մատից փուշը հանող նախագիծ չեք բերել, որ երեք էլ ասում եմ մարդկանց հարկային խնդիրները լուծմանը ուղղված մեծ փաթեթին ձեռնպահ եք քվեարկում, պարոն Մինասյան ասում է, գիտեք, ասում մենք ունենք այդպիսի բան, պրինցիպ։ Եթե կան եւ կողմ եւ դեմ կարծիքներ, մենք առաջին անգամ ձեռնպահ ենք քվեարկում, հետո եթե մեր առաջարկները ընդունվում են, կողմ ենք քվեարկում։ Հարգելի գործարարներ, երեք մենք ընդունել ենք օրենսդրական նախաձեռնությունների փաթեթ, որը ամբողջությամբ բիզնեսի խնդիրները լուծելուն է ուղղված։ Ու մեր հարգելի ընդդիմությունը այդ փաթեթին կողմ չի։ Էս էլ իմացեք ու հաջորդ անգամ, երբ որ հունիսի 7-ին կգնաք ընտրություն կատարելու, մի քիչ մտածեք, թե ում եք ձայն տալիս, որովհետև մենք այսօր ցավոք սրտի ունենք մի իրավիճակ, երբ մեր հիմնական ընդդիմադիր ուժերը ունեն մեզնից յուրաքանչյուրից մի քանի հազարապատիկ ավել կարողություն եւ իրենց նպատակը այդ իրենց կարողությունը պահպանելն է ու այդ քաղաքական իշխանությունը օգտագործել իրենց ունեցվածքը բազմապատկելուն ու պահպանելուն։ Այսքանը կներեք, որ թեմայից շեղվեցի, շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Թոնյան։